Այն, որ մեկ կինոժապավենում կարող էինք տեսնել Հասմիկին, Օլգա Գուլազյանին, Նինա Մանուչարյանին ու ժամանակի երևելի այլ հայ կին գործիչներին, սովորական էր, սակայն որ նրանք հարևաններ կդառնան համր կինոյի խոսուն կանայք գրքի էջերում, անսպասելի էր նաև գրքի հեղինակի համար։ Կինոյի կանանց մասին կատալոգ ունենալու գաղափարը Ռուզաննա Բագրատունյանի մոտ վաղուց էր հասունացել։ Աշխատանքը սկսեց 2020 թվականին։ 2022-ին կատալոգը գրեթե պատրաստ էր, երբ հասկացավ, որ ասելիքը միայն կատալոգով սահմանափակել չի ստացվի։ Առաջացավ գիրք հրատարակելու անհրաժեշտություն, սակայն այդ ճանապարհին խնդիրները շատ էին։ Փաստաթղթերը, ֆինանսական եւ հաստիկացուցակները, որոնք նայում էի, կանայք էին, բայց միայն անվան առաջի տառերը կային, որովհետեւ այնտեղ որ գրում է արդեն հաստիկը, դու հասկանում ես, որ դա կին է։ Եվ հիմնականում առաջին տառերն էր այդ ազգանուն եւ հաստիկը։ Այդպես էր եւ շատ բան բացահայտել չկարողացանք, որովհետեւ չկային այդ կանանց անձնական թերթիկները, կենսագրականները, որևէ բան չկար, որ հուշեր դու մտածես գոնե ինքը ինչ կրթական ցենզ ունեցել։ Լուսագրերից մինչև ֆիլմերի հանձնման փաստաթղթեր, ազդագրեր ու 1920-ական թվականների մամուլ։ Ռուզաննա Բագրատունյանը Անահիտ Հարությունյանի, Դավիթ Մուրադյանի, Սիրանուշ Գալստյանի եւ այլ կինոգործիչների հետ ուսումնասիրեցին 1924-ից 35 թվականների հայկական համր կինոյի պատմությունը հայ կին գործիչների գտան ոչ միայն կադրում, այլև արտադրական գործընթացում։ Գիրքը տպագրվել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության մշակութային դրամաշնորհով, որի նպատակն է հայկական կինոյի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս։ Գիրքը երկլեզու է՝ հայերեն եւ անգլերեն։ Շատ կարևոր էր նաև դիզայնի պահը, որովհետև Լիլիթ Ալթունյան, որը գրքի արտ տնօրենն էր, այսպես ասած, ամբողջ իր կոնցեպտներ քննարկում էինք ու ես լիովին վստահել եմ իրեն գրքի այդ ամբողջական տեսքը եւ պատկերը։ Ժողովածուում հեղինակը ներկայացրել է դերասաններից մինչև հետարտադրական փուլում զբաղված ավելի քան 250 կնոջ մասին պատմություն, նրանց չափազանց մեծ դերակատարությունը համր կինոյում։ Թեև այսօր կինոարտադրությունում կանայք քիչ չեն, սակայն Բագրատունյանի խոսքով մեկ դար առաջ ժամանակակից տեխնոլոգիաներ չեն եղել եւ կանայք ամեն ինչ սեփական ձեռքերով ու ստեղծագործական մտքով են իրականացրել։ Կատալոգում որ նայում եք, տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։ Իսկ ֆիլմերում նայում ես դու, տեսնում ես լիքը կանայք, բայց տիտրերում չկա, տեքստերում չկա, համր ֆիլմերը տեքստերով են ընթանում։ Եվ հետո չգիտես որտեղից վերցնես, լավ ովքեր են եղել այդ կանայք։ Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը այս ճերմակակազմ ժողովածուն արդեն ընթերցողի սեղանին է։ Ռուզաննա Բագրատունյանի հեղինակած գիրքը բացահայտում է մեր պատմության եւս մեկ կարևոր էջ՝ սերունդներին փոխանցելով արժեքավոր հետազոտություն։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։